Ամեն տարի գարնանը Վազգենը մեկնում է Ռուսաստան աշխատելու, իսկ տարեվերջին վերադառնում։ Եթե նա իր եզեկ չլինի ընդունող երկրի օրենսդրական փոփոխություններին, ապա մեծ խնդիրների առաջ կկանգնի։ Այսպես, Ռուսաստան մուտք գործելու համար Վազգենը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության անձնագիր արտերկրում վավերականության կնիքով կամ կենսաչափական անձնագիր, որը չի պահանջում ելքի թույլտվության կնիկ։ Ռուսաստան մուտք գործերի սահմանային անցակետում Վազգենը պետք է իր տվյալներն ու այցի նպատակը լրացնի միգրացիոն թերթիկում։ Մուտք գործելուց հետո 7 օրաժամկետում նա պետք է հաշվառվի Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային գրասենյակում։ Եթե Վազգենը չունի կացության կամ աշխատանքի թույլտվություն, ապա նա Ռուսաստանում կարող է գտնվել միայն 90 օր 180 օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում նրա մուտքը Ռուսաստան 3 տարով կարգելվի։ Բացի այդ, Վազգենը կենթարկվի վտարման, եթե կատարի 2 եւ ավելի վարչական իրավախախտում։ Օրինակ, վարչական իրավախախտում է համարվում ալկոհոլ օգտագործելուց հետո մեքենա վարելը կամ արգելված վայրում ծխելը։ Մինչև մուտքի 90-րդ օրը լրանալը Ռուսաստանում աշխատելու համար Վազգենը պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, դիմելով միգրացիոն ծառայության գրասենյակ։ Այստեղ նա ներկայացնում է դիմում, բժշկական տեղեկանք այն մասին, որ միավ վարակակիր չէ։ Թմրամոլությամբ եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններով չի տառապում։ Օրենքի մասին անտեղյակությունը Վազգենին դարձնում է խոցելի։ Նա պետք է իրազեկված եւ պաշտպանված լինի առաջին հերթին հայրենիքում, ապա ընդունող երկրում։ Մենք ավելիին ենք արժանի։